Այսօր համացանցը լցված է գեղեցիկ տեսանյութերով ու լուսանկարներով դերասան Լևոն Մկրտչյանի նշանադրությունից։ Դրանք մեծ ուշադրության են արժանացել ինչպես երկրպագուների, այնպես էլ հասարակության լայն շերտերի կողմից։ Լևոն Մկրտչյանն, ով սիրվեց հեռուստադիտողների կողմից «Վերջին զանգը» սերիալում Հենրիի կերպարով, այս անգամ բոլորի սրտերը գրավեց ոչ թե սերիալային տեսարաններով, այլ իր իրական սիրո պատմությամբ։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է դերասանը մեծ նրբանկատությամբ և քնքշությամբ անակնկալ կազմակերպել իր սիրելիի համար, իսկ նշանադրության արարողությունը վերածվել է հեքիաթային երեկոյի։ Լևոնն ու նրա ընտրյալը կարծես հեքիաթից դուրս եկած կերպարներ լինեին, որոնց շուրջ ամեն ինչ ճառագում էր սիրով։ Լուսանկարների ու տեսանյութերի տարածումից հետո սոցիալական ցանցերը հեղեղվել են շնորհավորանքներով։ Դերասանի հազարավոր հետևորդներ իրենց բարեմաղթանքներն են ուղարկել, մաղթելով երջանիկ ու ներդաշնակ համատեղ կյանք։ Շատերը գովեստով էին գրում, թե որքան լավ են իրար համապատասխանում զույգը, ընդգծելով ոչ միայն գեղեցիկ արտաքին նմանությունները, այլև այն ներքին ներդաշնակությունը, որը նկատելի էր անգամ տեսանյութերում։ Իհարկե, որոշ օգտատերեր չկարողացան թաքցնել իրենց զարմանքը, շատերը կարծեցին, թե դա պարզապես սերիալի կամ ֆիլմի նկարահանման մաս է, սակայն շուտով պարզ դարձավ ամեն ինչ իրական է։ Այս լուրն իսկապես տխրեցրեց այն երկրպագուներին, ովքեր մինչ այդ հիացմունքով էին հետևում Լևոն Մկրտչյանի գործունեությանը և երազում հանդիպել նրան անձամբ։ Շատերը հումորով նշում էին՝ Լևոն Մկրտչյանը կոտրեց հազարավոր աղջիկների սրտեր, միևնույն ժամանակ ջերմացնելով իր սիրելիի սիրտը։ Նշանադրության արարողության ոճն ու տրամադրությունն ամբողջությամբ արտացոլում էին Լևոնի բնավորությունը՝ համեստ, նուրբ, անկեղծ ու բովանդակալից։ Նա երբեք չի փորձել փայլել միայն արտաքին շքեղությամբ, և այդ գիծը նկատելի էր նաև այս կարևոր օրվա կազմակերպման մեջ։ Ամեն բան էր սիրո, հարգանքի ու նրբության համադրություն։ Այս նշանադրությունը կարծես նոր սկիզբ է Լևոն Մկրտչյանի կյանքի ամենակարևոր դերի՝ ընտանիքի, մարդու դերի համար։ Մինչ այդ մենք նրան ճանաչել էինք որպես դերասան, ում կերպարները գրավում էին սցենարով, բայց հիմա նա իրական սիրո կերպարով է հուզում և ոգեշնչում շատերին։ Հանրությունը սպասում է, երբ կլինի գեղեցիկ հարսանեկան արարողությունը, քանի որ ԶԱԳՍ-ի արարողությունն արդեն եղել է։ Միացեք մեր ալիքին, որովհետև քիչ անց կմանրամասնենք, կբացահայտենք նրա ընտրյալի մասին։ Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանն, ով ներկայումս հանդես է գալիս Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում, կարճ ժամանակում դարձավ լայն ճանաչում ունեցող ու սիրված դերասան։ Նրա մարմնավորած Հենրիի կերպարը շատ արագ դարձավ սերիալի ամենաքննարկվող ու հիշվող կերպարներից մեկը։ Հենրին հարուստ, ինքնավստահ, երբեմն ամբարտավան, բայց միևնույն ժամանակ խոցելի երիտասարդ, նա միանգամից դուր եկավ հանդիսատեսին հենց առաջին իսկ դրվագներից։ Չնայած նրան, որ կերպարը սկզբում կարծես միայն բացասական երանգներ ուներ, Լևոնի խաղային նրբությունը նրան հաղորդեց խորություն։ Հանդիսատեսը սկսեց տեսնել ոչ միայն հպարտ և կամակոր տղայի, այլ նաև մի կերպար, ով ունի իր ներաշխարհը, պայքարն ու ցավը։ Լևոն Մկրտչյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ստացել է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև դերասանական վարպետության ամուր հիմք։ Նրա խաղային տեխնիկան, հուզական փոխանցման հմտությունը և դիմախաղերի անկեղծությունն արդեն վկայում են այն մասին, որ Լևոնն ունի մեծ պոտենցիալ դառնալու հայկական կինոյի և թատրոնի նորագույն սերնդի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Թեև «Վերջին զանգը» նրա առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է, նրա խաղը նկատվել է ոչ միայն հանդիսատեսի, այլև ռեժիսորների կողմից, և արդեն կան լուրեր նրա առաջիկա նախագծերի մասին։ Վերջերս Լևոն Մկրտչյանն իր անձնական կյանքով նույնպես հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես է դերասանը սիրելիին անակնկալ ամուսնության առաջարկություն անում՝ ռոմանտիկ մթնոլորտում, մեծ հոգատարությամբ և անկեղծ զգացմունքներով։ Տեսանյութերը հուզեցին շատերին, իսկ որոշ մարդիկ նույնիսկ կարծում էին, թե դա սերիալի դրվագ է, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ դա իրական պահ էր, կյանքի կարևոր փուլ Լևոնի համար։ Դրանից հետո շուտով եղավ նաև ԶԱԳՍ-ավորում, ինչը կրկնապատկեց երկրպագուների հետաքրքրությունը նրա անձի շուրջ։ Շատերը սրտանց շնորհավորեցին զույգին, ցանկանալով սեր ու երջանկություն։ Իսկ մի մասն էլ հուզմունքով արձագանքեց, տեսնելով, թե ինչպես իրենց սիրելիի կերպարը
իրականում նույնպես ապրում է նման հեքիաթային պատմություն։ Թեև սերիալում Հենրին երբեմն անկանխատեսելի է և գոռոզ, իրական կյանքում Լևոն Մկրտչյանը հայտնի է իր համեստությամբ, նրբաճաշակ բնավորությամբ և հարգալից վերաբերմունքով բոլորի նկատմամբ։ Նա մեծ արժեք է տալիս ընտանիքին, անկեղծ մարդկային հարաբերություններին ու ստեղծագործական աճին։ Լևոնը բազմիցս նշել է, որ իրեն ոգեշնչում է հանդիսատեսի սերը, բայց միևնույն ժամանակ գիտակցում է յուրաքանչյուր կերպարի հետևում մեծ պատասխանատվություն կա և ինքը պատրաստ է այդ ճանապարհով գնալ անվերջ զարգանալով ու սովորելով։ Դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում սահմանափակվել միայն սերիալային դերերով, նրա երազանքն է նկարահանվել լուրջ դրամատիկական ֆիլմերում, խաղալ թատրոնում, համատեղել արվեստի տարբեր ճյուղեր։ Նա հավատում է, որ հայ հանդիսատեսն արժանի է բարձրորակ ու անկեղծ արվեստի և ինքը պատրաստ է ներդնել իր ողջ ուժն ու տաղանդը այդ նպատակի համար։ Լևոն Մկրտչյանն այսօր հանդիսանում է երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներից մեկն, ով ցույց է տալիս որակյալ դերասանական խաղ։ Եվ նրա թե կերպարի զարգացման, թե անձնական կյանքի ուրախ պահերը ավելի են կապում մարդկանց նրանց հետ։ Մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին, մաղթելով նրան ստեղծագործական բարձունքներ, սեր, հաջողություն և շարունակական սեր հանդիսատեսի կողմից։ Լևոն Մկրտչյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որտեղ սովորել է Արմեն Մելիքսեթյանի և Գոռ Մարգարյանի դասարանում։ Չնայած նրան, որ այս դերը նրա առաջին լուրջ հեռուստատեսային դեբյուտն է, նա իր խաղով անմիջապես գրավել է հանդիսատեսի ուշադրությունը։ Նրա կերպարը բազմաշերտ է, մեկ դրսևորում է խարիզմատիկ և ուժեղ բնավորություն, իսկ մեկ այլ դրվագում դառնում խոցելի ու զգայուն։ Սոցիալական ցանցերում Լևոն Մկրտչյանի մասին մեկնաբանությունները լի են գովեստի խոսքերով։ Հանդիսատեսը նշում է, որ նա ոչ միայն արտաքնապես համապատասխանում է իր կերպարին, այլև հիանալի է զգում ու փոխանցում իր հերոսի հուզական վիճակները։ Հատկապես սիրվել են այն տեսարանները, որտեղ Հենրին ցուցադրում է իր խոցելի կողմերը, հեռանալով միայն հարուստի երես առած տղայի կերպարից։